Մեծ ու փոքր եղբայրների երազանքը Էրդողանը Զանգեզուր կոչվածից է խոսում, ակնկալիքից Թեհրանից Ալիևն էլ ռազմական արսենալն է լցնում։ Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բաքուն փորձում է բազմաթիվ ռազմական հանցագործություններ կարել ընդդեմ հայերի։ Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն հայ եկեղեցու։ Միացյալ Նահանգներում մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա։ Նոր կադրեր ուկրաինական ԱԹՍ-ների ռուսական Tu-95 ռմբակոծիչների ոչնչացումից։ Ինչպես շան առնչվող վեճը ավարտվեց մարդկային կորստով։ Վերածնունդ հիմնադրամը հանձն է առել նորոգել ու բարեկարգել ապարանի Վարդենիս գյուղի տարածքն ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը։ Երևանի ավագանիների աթոռները այսօր դպրոցականներն են զբաղեցրել եւ արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Էրդողանը Զանգեզուր կոչվածի հարցում Իրանի աջակցություն է ակնկալում իբր խաղաղության հասնելու պատրվակով։ Թեհրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ այն կարմիր գիծ է։ Հատկանշական է, որ Էրդողանը դեպի Թեհրան է շրջվել չտեսնելով ինքնիշխան Հայաստանը։ Ալիևը գիտի անշուշտ ինչ է անում մեծ եղբայրը։ Ինքն էլ ռազմական արսենալը լրացնելով է զբաղված, այս անգամ արդեն Պակիստանից։ Հայ մասնագետները չեն կասկածում, որ Էրդողանը ու Ալիևը ագրեսիա են պատրաստվում, պարզապես պատե առիթ են սպասում։ Մեծը ակտիվացել Զանգեզուրից է խոսում, փոքրը ռազմական արսենալն է համալրում։ Պակիստանի վարչապետ էր ընդունում անցած շաբաթ Էրդողանի ընկերակցությամբ։ Լաչինում օդանավակայան բացեց արդեն երրորդը իդեպ պատերազմից հետո։ Ավելի ուշ իմացանք, որ նա զենք է սպասում Պակիստանից։ Կործանիչների առաջին խմբականակը շուտով Բաքու կհասնի, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթա Տարարը, հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։ JF-17 Thunder կործանիչ ռմբակոծիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը եւս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին ադրբեջանցիները խոսում են դեռևս 2021 թվականից։ Պակիստանի վարչապետ Շարիֆն էլ Ալիևի հետ համատեղ ասուլիսում խոսեց Պակիստանում $2 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց առնչվող համաձայնագրերի մասին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընդհանուր առմամբ Ադրբեջանը կազմակերպել է մոտ 20, այսինքն 2 տասնյակ անհատական եւ համատեղ զորավարժություններ, ընդ որում զորավարժություններ կազմակերպել են համատեղ հիմնականում թուրքական կողմի հետ, բայց ոչ միայն, նաեւ Պակիստանի հետ են կազմակերպվել, վերջերս նույնիսկ իրանական կողմի հետ զորավարժություններ տեղի ունեցել։ Ոստի Ադրբեջանը ակտիվորեն մարզումների եւ արժանքների մեջ այդ տեսանկյունից, որը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ իրենք շատ ավելի հեռահար նպատակներ ունեն։ Շարիֆը հրճվանքով իր հիացմունքի մասին էլ հայտնեց, թե ինչպես է Ալիևը Արցախում մեջբերեմ խաղաղություն հաստատել։ Շարիֆը գիտի, թե ինչ խաղաղության մասին է խոսում, ինչ եղանակով է այդ խաղաղություն կոչվածին Ալիևը հասել։ Շարիֆը գիտի, որ մինչև Արցախի հայաթափումը Ալիևը նույն Լաչինի բարձունքից ուղիղ սպառնում էր հայերին, հիշեցնում, որ այդ բարձունքից երևում են հայկական գյուղերը։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը եւ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները եւ այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ, Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաեւ երևում են Հայաստանի գյուղերը։ Հիմա Էրդողանն Ալիևից առաջ է Զանգեզուր կոչվածի մասին բարձրաձայնում իր ակնկալիքներից խոսում։ Բառացի ասած, Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանի համոզմունքն է եւ այստեղ նա հայացքը Իրանին է ուղղել։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Զանգեզուրի միջանց կոչվող տերմինաբանությունը վերջին շրջանում ամենից ակտիվ է հենց թուրքական կողմն է օգտագործում։ Այդ հարցի հետ կապված ադրբեջանական ու թուրքական կողմերը ունեն ռազմական սցենար, ուղղակի այն դրված է դարակում, որպեսզի իրենց կարծիքով համապատասխան պահի կարողանան գործարկել։ Բաքվի սիրտը անխոչնդոտ առանց մաքսային հսկողության դեպի Նախիջևան ճանապարհ է ուզում։ Երևանը ինքնիշխանության մասին է խոսում, մերժում միջանցքի տարբերակը։ Հոգ չէ, թե Էրդողանն ու Ալիևը որ դարակում ինչ են դասավորում։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։
Գորիսը ֆրանսիացիների համար Սյունիքի խաչմերուկն է, սա ավելին է, քան հյուպատոսությունը, Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունն է։ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացման ժամանակ։ Ինչու հյուպատոսություն չէ, դեսպանը կարճ է պատասխանել, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը։ Սյունիքի Մարգարիտը համարվող Գորիսում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվեց հյուպատոսական գրասենյակ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ձևակերպումն է։ Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում գտնվող քաղաք է, որն առաջինը հյուրընկալեց Արցախից տեղահանվածներին։ Դեսպանը մի տեղեկություն էլ հայտնեց, որի մասին քչերն էին լսել։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի հետ համագործակցությունների համակարգողի պաշտոն է բացվել, որն ըստ Դկոտինիի համարժեքը չունի այլ երկրների համեմատ։ Գորիսը քաղաք է, որը խաղաղություն է կառուցում տարածաշրջանում։ Գորիսը մի քաղաք է, որը միշտ եղել է խաչմերուկում եւ հենց խաղաղության կառուցմանն է միտված եղել քաղաքի ջանքը։ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ եւ մեր ներկայությունը այստեղ շատ կարեւոր է։ Հայաստանն իր հերթին է բարձր գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը Հայաստանի պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանը եւ Ադրբեջանը ստանձնել են Ալմատայի հռչակագրով։ Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը եւս մեկ անգամ հաստատեց. Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Փոխարտգործնախարարը նշեց. մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի տարածաշրջանում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքուն փորձում է բազմաթիվ ռազմական հանցագործություններ կարել ընդդեմ Հայաստանի։ Ամեն մի դատական նիստին ծլում են նոր տուժողներ, որոնք իրենց հեքիաթներով գերազանցում են ցանկացած հեքիաթասացի։ Այս անգամ դատավարություն կոչվածի շրջանակներում անդրադարձել են 2016 թվականի մարտական գործողություններին։ Գեներալ Լևոն Մնացականյանը, որպես այդ ժամանակների պաշտպանության բանակի հրամանատար, հաստատելով իր մասնակցությունը այդ գործողություններին, հակադարձել է դատարան բերման ենթարկված այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ։ Նա վերլուծել է այդ վկայությունների ռազմական ասպեկտը, ցույց տալով, որ այդ ցուցմունքները մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն եւ դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ։ Իրար հերթ չտալով Բաքվի դատարան են գալիս այսպես կոչված տուժողները, այս անգամ նրանք պատմում են 2016 թվականի ապրիլյան դեպքերի իրենց տարբերակները։ Մի ադրբեջանցի հայերին մեղադրել է արգելված զինամթերք օգտագործելու համար, պատմել է, թե իբր հայերը կիրառել են զանգվածային թունավորում առաջացնող 2000 ասեղով լցված զինամթերք եւ որ դրանց անգամ ձեռքով դիպչել է թունավորը։ Ու այս սուտը հնարել են այն երկրի կառավարական կաբինետում, որտեղից հրամայել են ֆոսֆոր թափել հայերի գլխին։ Իհարկե, Լևոն Մնացականյանը արձագանքել որ Արցախի բանակի հրամանատարն է եղել այդ օրերին, բայց առաջին անգամ է նման բան լսում։ Դատավարության բոլոր դրվագներն են աբսուրդի ժանրից, ասում է Միեդում հայ գերիների շահերի պաշտպանը։ Նպատակը պատմական փաստերի խեղաթյուրում։ Սխալ ելակետային տվյալներ են հենց ընտրվել մեղադրանքի համար։ Ադրբեջանի այս մեղադրանքները կարող են գոյության իրավունք ունենալ, եթե մենք առհասարակ չունենայինք Արցախի ինքնորոշման իրավունք եւ նաեւ Արցախի ինքնահռչակում, որը չի մերժվել միջազգային հանրության կողմից, եւ Ադրբեջանը ըստ էության ներկայացնում է, որ նման գործընթացներ եւ հակամարտություն գոյություն չի ունեցել, ուստի հակամարտության կոնտեքստում տեղի ունեցած բոլոր զարգացումներին փորձում է իրավական գնահատական տալ։ Մի ուրիշ այսպես կոչված տուժող Քերիմով անունով հայտարել է, թե իբր 2016 թվականի փետրվարին հայերը բազմիցս գնդակոծել են Ալխանլը գյուղը, որտեղ ինքն ապրում էր։ Արդյունքում Քերիմովը իբր վիրավորվել է ծնկից ու այս սուտը Թալիշում ծերեր գնդակահարածների, ծայրահեղ վանդալների կատարմամբ։ Իդեպ, երբ Դավիթ Բաբայանը հարցրել է, թե քանի մարդ է ապրում այդ գյուղում, հայրենասերի դերի մեջ մտած ադրբեջանցին թվեր ասել չի կարողացել։ Գրակային դիրքերի քանակի մասին էլ պատկերացում չունի, չի հաշվել։ Իդեպ, իրավապաշտպանն ասում է,
դատարան են բերվում նաև ծագումով հայեր, որոշ դեպքերում տեղեկության ճշգրտությունը պնդել դժվար է, բայց նաև կան տվյալներ, որ Արցախի բռնի հայաթափումից հետո սահմանափակ թվով հայեր, հիմնականում ֆիզիկական կամ մտավոր հիվանդություն ունեցող, մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում։ Ադրբեջանը ոչ թե հարգում է այնտեղ գտնվող հայերի իրավունքները, այլ չարաշահում է, եւ սա ուղղակիորեն հակադրվում է ադրբեջանական այն պաշտոնական հայտարարությանը, որ հայերը կարող են անվտանգ եւ ապահով շարունակել իրենց բնակությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է ադրբեջանցի վկաներին, այստեղ ըստ մասնագետի բացի ճնշումից կարող են նաև տարբեր խոստումներ լինել։ Բաքվի ռազմական դատարանում հիմա հատկապես ուշադրություն են դարձնում Արցախյան առաջին պատերազմին ու քառօրյային իրադարձություններ, երբ հայկական կողմը փաստացի արժանի հակահարված է տվել թշնամուն։ Այդ հաղթանակին իրավական գնահատական տալով ադրբեջանական կողմը փորձում է վերագտնել ազգային արժանապատվությունը։ Անկանոն պարբերությամբ է Ադրբեջանը դատեր նշանակում, բայց եթե պահպանվի մեր օրերի հաճախականությունը, ըստ Սահակյանի, մինչև տարեվերջ կարող են նաև մեղադրական վճիռներ հնչել։ Այստեղ հայ իրավապաշտպանները խոսում են ընդհուպ ՑՄ ազատազրկումների մասին, սակայն դարձյալ կրկնում, սա քաղաքական շոու է։ Այդպես կլինի նաև պատժի կրման փուլում, եթե լինեն միջազգային ուժեղ ճնշումներ կամ քաղաքական հաշվարկներ, այս վճիռները Բաքվում կմոռանան։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Միացյալ Նահանգներում մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա։ Նոր կադրեր ուկրաինական ԱԹՍ-ների ռուսական Tu-95 ռմբակոծիչների ոչնչացումից։ Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմացի պաշտպանություն հայ եկեղեցու։ Ինչպես շան առնչվող վեճը ավարտվեց մարդկային կորստով։ Շարունակում ենք թողարկումը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում անցկացված բանակցությունները ավարտվել են, այս պահի տվյալներով հայտնի է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտարի հարցերի շուրջ։ Այս պահին երկու երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Զելենսկին բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պատրաստվում են գերիների նոր խմբականակ ազատ արձակել։ Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է փոխանցել պատերազմի ավարտի պայմանների մասին, պատվիրակությունները չեն սեղմել միմյանց ձեռքերը եւ չեն արել որևէ առաջարկ, որը կարող է ցույց տալ առաջընթաց որևէ հնարավոր գործարքի հարցում, քանի որ Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական պահանջներից։ Այնուամենայնիվ Մոսկվան պատրաստ է 2-3 օրով մարդասիրական հրադադար հայտարարել։ Նոր կադրեր ուկրաինական ԱԹՍ-ների ռուսական Tu-95 ռմբակոծիչների ոչնչացումից, հիշեցնենք, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ BBC ուկրաինական ծառայությունը հայտնել է, պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է Ռուսաստանի ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ։ Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, ներկայացնելով կառավարության ռազմավարական պաշտպանության վերանայման մանրամասները։ Ստարմերը խոստացել է վերջ դնել երկրի զինված ուժերի քայքայմանը, նա նպատակ ունի ստեղծել մի բանակ, որն ավելի ինտեգրված, ավելի լավ պատրաստված եւ ավելի մահացու է, քան երբևէ։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կկառուցի առնվազն 6 զինամթերքի գործարան, կմշակի նոր հեռահար զենքեր եւ ներդրումներ կանի օդային եւ հրթիռային պաշտպանության մեջ։ Ստարմերը նաեւ հաստատել է, որ կկառուցվի 12 նոր միջուկային սուզանավ։ Նա խոստացել է, որ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ նոր սուզանավ կստեղծվի։ ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոլդեր քաղաքում 45-ամյա մի տղամարդ ազատություն Պաղեստինին կոչ անելուց հետո այրվող սարքեր են նետել մարդկանց բազմության վրա։ Հավաքվածները ցույց էին անում ի հիշատակ Իսրայելում պատանդ մնացածների, որոնք դեռ գտնվում են Գազայում։ Վիրավորվել է 6 մարդ, իշխանությունների փոխանցմամբ նրանցից առնվազն մեկի վիճակը ծանր է։ Հայտնի անունը Մուհամմեդ Սոլիման, ով հարձակումից հետո հոսպիտալացվել է։
Վերջին 3 օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիս-արևելյան մի քանի նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելով, օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։ Որոշ շրջաններում Բրահմապուտրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10,000 մարդ։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել է ավելի հորդ անձրևներ։ Վերադառնանք մեր խնդիրներին, նզովք դավաճաններին, ամոթ լռողներին, պաստառներով ակցիա կառավարության մոտ ի պաշտպանություն հայ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել, պարանի վրա լվացքի ամրակներով պաստառներ են կախել, որոնց վրա տարբեր գրառումներ են եղել։ Ծառից ծառ պարանը կապել, պաստառները կախել, ոստիկանները թույլ չտվեցին կառավարության դիմաց ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու բողոքի դուրս եկած ակտիվիստներն էլ լարը ծայրից ծայր իրենց ձեռքն առան։ Հետո հրապարակում նաև խունկ վառեցին, սիմվոլիկ ակցիա է։ Խիղճը չի թողնում մնալ տանը։ Խիղճը չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ։ Երկորյա լռությունն այսօր Փաշինյանն էլ է խախտել։ Առավոտ կանուխ մի ժամվա մեջ 2 փոստ է արել Facebook-ում։ Թագավորն իր հույսը դրեց տիրոջ վրա եւ բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։ Սաղմոսի այս հատվածն է մեջ բերել, հետո խորհրդային ժամանակների մի անեկդոտ պատմել ու հետևություն արել։ Իր հայտնի ստատուսից փաստորեն միայն հայհոյանքն է հարց առաջացնում, թե չէ կարծես իր խոսքով կոնսենսուս ունենք։ Սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել։ Եկեղեցին մասն է ամբողջ ազգի։ Եկեղեցին ազգի հիմնասյունն է եւ պահող մասն է։ Ըստ այդմ Պարզ է, որ սպասավորների մեջ կարող են լինել տարբեր խնդիրներ, որտեղ իրենք մարդ են եւ հայ են։ Ու երբ որ ազգը ունենում է խնդիր նաեւ տարբեր մարդիկ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք ունի հարվածելու եկեղեցի։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակտիվիստները բողոքի ձայնից բացի նաև հարց են բարձրացնում, ինչպես ստացվեց, որ իշխանությունը այս արշավը սկսեց Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի հենց այն հայտարարությունից ճիշտ 7 օր հետո, թե մեջբերեմ հայկական եկեղեցին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։ Հարցնում են նաև, տեսել եք ինչեր են գրում ադրբեջանական մամուլում այս ամենի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ այդպես չի, բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է, սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցիները իր համար նշանակություն չունի։ Ակտիվիստների բողոքի գործողությունները դեռ շարունակվելու են, թե հաջորդն ինչ քայլի կդիմեն, առայժմ չեն մանրամասնում, միայն մի բառ չեն հանդուրժելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել, սպասվում է, որ Մայրաթորը այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Գերագույն հոգևոր խորհուրդը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական եւ աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, մյուս մասը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին 2 անգամ, երբեմն նաև ըստ անհրաժեշտության ավելի հաճախ։ Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ից արշավ է սկսել հայոց եկեղեցու դեմ։ Կառավարության նիստում նա հայտարարել էր, թե մեր եկեղեցիները չուլանացված են։ Այսօր էլ վարչապետը վեհափառ հայրապետի հասցեին ասել է, որ եթե պարզվի, որ նա կուսակրոնության ուխտը չի պահել ու երեխա ունի, ապա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ինչպես շանն առնչվող վեճը ավարտվեց մարդկային կորստով։ Երևանի հաղթանակ թաղամասում շանը վրաերթի ենթարկելու հարցից է սկսվել ծեծկրտուքը, որին հաջորդել է մոր և որդու վրաերթը։ Թաղամասի բնակիչները միջադեպից ուշքի չեն գալիս, ասում են մարդիկ դադարել են միմյանց լսել, հանդուրժել ու ներել։
Երևանի հաղթանակ թաղամասում մարդիկ դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է շան հարցով սկսված վեճն ավարտել երիտասարդ կնոջ ողբերգական մահով եւ նրա երկամյա երեխայի կյանքին սպառնացող վտանգով։ Շան վրա երթի ենթարկելու հարցի շուրջ սակած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը դիմել է հիվանդանոց, ներքին գործերի նախարարությունը հաստատեց։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում հիվանդանոց դիմաց տղամարդը Երևանի հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանությունից հետո մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար։ Այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջն ու նրա երկամյա որդուն։ Կինը տեղում մահացել է, իսկ տղան հոսպիտալացվել։ Բան չեմ լսել, պրոստո Facebook-ով նայեցի, երեք կարդացի, այդքան մի բան, ոչ չեմ ճանաչում։ Ինչ որ շուն են գցել տակը, հետո դրանից հետո ինչ միջադեպ ունեցի, չգիտեմ։ Ազնիվ խոսք։ Բայց լսել եմ, որ տենց բան եղել է։ Դժբախտ պատահարի զոհ դարձած կնոջը հաղթանակ թաղամասի բնակիչները գրեթե չէին ճանաչում։ Պատմում են, կարծես վարձով էր բնակվում եւ հավանաբար 4 երեխա ուներ։ Մամուլը կարդացել եմ, ինչ որ տենց իրիկունն ա եղել ժամի 9-ի մոտերը, բայց ով ա եղել չիմանում։ Գիտեմ, որ ունի 4 երեխա, այդ եմ տեղեկացված 42 տարեկան կինա, իր տղան էլ 2 տարեկան, ինչ-որ տղա է եղել։ Տղաների արծեցել են, ինչ են արել, այդ մասին տեղեկացված եմ։ Դաժե ստեղ էլ է ինչ-որ այդպես կռիվը շարունակվել է։ Հաղթանակ թաղամասի բնակիչները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես ընդամենը շանն առնչվող վեճը մարդկային կորստով ավարտվեց։ Ուշքի չեն գալիս, շոկի մեջ են։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Արամ Հովանեսյանը ազատվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, ինչպես նաև դադարեցված է նրա ծառայությունը ոստիկանության համակարգում, համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել է իր հրաժարականի մասին, նա գրել է, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Արամ Ղազարյանը ի դեպ ըստ որոշ տեղեկությունների ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվելու։ Ժամը լրատվականը շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Վերածնունդ հիմնադրամը հանձն է առել նորոգել ու բարեկարգել ապարանի Վարդենիս գյուղի տարածքն ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը։ Երևանի ավագանիների աթոռները այսօր դպրոցականներն են զբաղեցրել եւ արգելվել է շեղումներով զմերուկի ներմուծումը Հայաստան։ Շարունակում ենք թողարկումը։ Վարդենիսի Պապեի Նարեկը կամ Սուրբ Նարեկ մատուռը ապարանի Վարդենիս գյուղի մարդկության պատմության հետքերը տանում են դեպի վաղանջական ժամանակներ։ Այս գյուղի սրբատեղին մարդկանց հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով Վերածնունդ հիմնադրամը հանձն է առել ամբողջ տարածքն ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը, նորոգել ու բարեկարգել, պահպանելով դիմագիծը։ Հիմնադրամը այս տարիների ընթացքում մեծաքանակ աշխատանքներ է կատարել գյուղում Օթարի Հակոբյանի եւ Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ։ Մեկ գյուղ, 3 սրբատեղի։ Ուխտագնացությամբ է սկսվում օրը դեպի ապարանի Վարդենիս գյուղ։ Առաջին կանգառը 7 վերք մատուռն է կառուցված 12-ից 13-րդ դարերում։ Այստեղ գյուղի պատմությունն է ու ազդեցիկ հրաշագործ մատուռը։ Այս քարափի տակից դուրս է եկել 7 աղբյուր, որով հիմնականում սնվել է գյուղը։ Ու հենց այս հրաշագործ բուժիչ աղբյուրն էլ խոստանում է որդի պարգևել այն ուխտավորին, որը ձեռքը հոսող սառը ջրի տակ ամենաերկարը կպահի։ Սրբատեղին մարդկանց հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով Վերածնունդ հիմնադրամը հանձն է առել ամբողջ տարածքն ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը, նորոգել ու բարեկարգել, պահպանելով դիմագիծը։ Հիմնադրամը այս տարիների ընթացքում մեծաքանակ աշխատանքներ է կատարել գյուղում Օթարի Հակոբյանի եւ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Սա այն օրինակներից է, որ իսկապես եթե մենք բոլորս հասկանանք, որ պետք է խնամել հայրենիքը,
հայրենիքը կկայանա։ Ինչ խորհուրդ ունի սա՝ միացման, հաշտեցման, ինքդ քեզ հետ, քո հավատքի հետ։ Ի վերջո քեզ փնտրելով, քեզ գտնելու, քո երկիրը միայն Երևանով չտեսնելու, ապարանի կոնկրետ Վարդենիս գյուղից մինչև մնացած գյուղերը ճանաչելու։ Գյուղում է նաև Սուրբ Նարեկ մատուռը, որը կառուցվել է փոքրիկ սրբատեղիի հիմքի վրա։ Մատուռի տարածքում տուն է եղել մի անկյունում սրբատեղին, որն էլ հայտնի է դարձել ավետարանի շնորհիվ։ Այն ի դեպ մի ընտանիքի է պատկանել, որի նախահոր անունը Պապե է եղել։ Գյուղացիներն են մետաֆորիկ Նարեկ համարել բուժիչ պատմությունների շնորհիվ։ Այդպես էլ ստացել է Պապեի Նարեկ անվանումը։ Վերածնունդ հիմնադրամի շնորհիվ ավետարանը գտնվել ու գյուղ է բերվել։ Այժմ Սուրբ Գիրքը գտնվում է հենց այս մատուռում։ Շատ տարբեր տեղերից մարդիկ գալիս են այդ ուխտի օրը, որտեղ հավատացած են, որ Գիրքը ունի հրաշագործ հատկություններ, բժշկող հատկություններ։ Ավանդույթի համաձայն այս տարի եւս օգոստոսի 3-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ կշարժվեն դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս կբերեն եւ Սուրբ Հակոբ եկեղեցի կտանեն հրաշագործ բժշկության ավետարանը։ Միայն այդ օրը հավատացյալները, տեղի բնակիչներն ու բոլոր հյուրերը հնարավորություն կունենան շփվելու գրքի հետ եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու։ Կլինի պատարագ, գիրքը կհանվի, եկեղեցական կարգով դնում ենք այդ օրը։ Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես հիմնանորոգվել ու վերահսկվել է 2012 թվականին Արթուր Ջանիբեկյանի վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Օծումից հետո հիմնադրամը որոշել է եկեղեցու ներսում խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը պատկերող 12 կտավները։ Ավետարանական գլխավոր թեմաները պատկերող ստեղծագործությունների հեղինակը Միքայել Հարությունյանն է։ Միքայել Հարությունյան պատրաստել է ֆանտաստիկ կտավներ։ Եվ եթե տեսնում եք այս ամբողջ եզրով, տեղերը տրոփված է կտավի համար, ինքը տենց հավակնում է դառնալ հայկական Սիքստինյան կապել։ Հավատացյալները կարողանալու են այդ նկարների միջոցով Տիրոջ կյանքի ամբողջ ընթացքին հաղորդակից լինել, ծնունդ, մկրտություն, հրաշագործություններ, հետո մատնություն, խորթավոր ընթրիք ու բոլոր այդ տեսարաններն են լինելու մինչև խաչելություն եւ համբարձում։ Սուրբ Հակոբ եկեղեցու օրհնության արարողությանը պիտի մասնակցենք, այնպես որ շատ կուզեմ, որ ոչ միայն համայնքը մասնակից լինի, այլ նաև մեր ժողովուրդը ու կարևոր չէ հանրապետության որ տարածքից կգան։ Լույսից ծնված կտավների հանդիսավոր օծումը օգոստոսի 3-ին կլինի, իսկ ուխտագնացության ավարտին Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ներկաների հոգևոր աշխարհը Գեղարդ երգչախումբը հարստացրեց։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Յուքոմը եւ Impact Hub Երևանը հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի Յուքոմ Fellowship ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին։ 10 նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ Յուքոմ Fellowship ինկուբացիոն ծրագրի համար ընտրված 10 նորարարներն են։ Այս ինկուբացիոն մեկամյա ծրագիրը նպաստում է Հայաստանում շրջանաձև տնտեսության լուծումների զարգացմանը։ Շրջանաձև տնտեսությունը շատ կարևոր ոլորտ է, ինքը բացառապես միայն բնապահպանական չի, ինքը ունի ուժեղ կապ տնտեսության հետ, այսինքն մենք հավատում ենք, որ շրջանաձև տնտեսությունը տնտեսության զարգացման շատ լուրջ հենասյուն կարող է դառնալ։ Յուքոմ ընկերության համար կարևոր արժեքներ են կանաչ տեխնոլոգիաները եւ կայուն մոտեցումները։ Երբ խոսում եք կանաչ տեխնոլոգիաների մասին, կայուն, այսպես ասած, մոտեցումները բիզնեսում շատ կարևոր են այն առումով, որ իրենք արժեհամակարգ են։ Արժեհամակարգի մասին երբ խոսում ենք, ինքը ստեղծում է մտածելակերպ, որը հիմքում կա կանխատեսելիություն եւ կա ինչ-որ մի այսպես ասած վստահություն։ Յուքոմի հետ համագործակցությամբ Fellowship ծրագիրը կտրամադրի նորարարներին այն գործիքները, որոնք անհրաժեշտ են թափոնները արժեքի վերածելու եւ գաղափարները մասշտաբային բիզնեսների վերափոխելու համար։ Կուզեմ շեշտեմ մեր օրինակ հաղթող գաղափարը, որը որ ջրի էներգիայից ստեղծում էր էլեկտրոէներգիա, այսինքն էներգիայի խնայողության շատ լուրջ
կոնցեպտ էր եւ ինչն էր հետաքրքիր, որ շատ ճկուն մտածողությամբ ինքը կարողացել էր այդ մոդելը մի քանի մակարդակում գտնվող սարքերի մեջ տեղադրել։ Yukon Fellowship ծրագրի 10 ընտրված շրջանաձև տնտեսության նորարարական թիմերի թվում են EcoHabit վերափոխում է դեն նետված նեյլոնե զուգագուլպաները, վերածելով դրանք դիմացքուն կենցաղային գորգերի, CLABUS AI-ի վրա հիմնված հարթակ, որն արագացնում է շրջանաձև ձեռնարկատիրությունը ՓՄԶ-ների համար խաղային ուսուցման եւ թվային գործիքների միջոցով։ Տասնյակի մեջ են նաեւ Zenit Ակադեմիան, Grant Legacy-ն, Buy Botany-ն, Chores Green-ը, A-Nush Textile-ը, որը ստեղծում է եզակի կրթական խաղալիքներ տեքստիլի գործարանների մնացորդներից, աշխատանք տալով կին արհեստավորներին։ Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում 10 մասնակիցները կստանան փորձագիտական մենթորություն շրջանաձև գործընկերների եւ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան օգտվել 100-ից ավելի գրասենյակ ունեցող Impact Hub-ի համաշխարհային ցանցից։ Առավել խոստումնալից նախագծերը ինկուբացիայի ավարտին կստանան մինչև 400,000 դրամ ֆինանսավորում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ֆինանսական գրագիտություն Բիբլոս բանկ Արմենիան որպես հունիս 1-յան նվեր հաճախորդների եւ աշխատակիցների երեխաներին կազմակերպել էր ֆինանսական գրագիտության դասընթաց։ Փողի ճիշտ կառավարում, խնայելու հմտություն, ֆինանսական ծուղակներից խուսափելու լավագույն գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իմանալ հենց վաղ տարիքից։ Ֆինանսական ճկունությունը մեր օրերի կարևոր ունակություն է ու այս անգամ Բիբլոս բանկ Արմենիան որպես հունիս 1-յան նվեր իր հաճախորդների եւ աշխատակիցների երեխաներին կազմակերպել էր անձնական ֆինանսների կառավարման հատուկ դասընթաց։ Ֆինանսապես գրագետ որոշումներ, փողը ճիշտ կառավարելու, խնայելու հմտություն, ֆինանսական ծուղակներից խուսափելու գիտելիքներ։ Ամեն ինչ սկսվում է հենց այս տարիքից։ Մենք այսօր սովորեցինք, թե ինչպես պահպանել քարտերի ապահովությունը, թե քարտերը ինչպիսի տեսակների են լինում եւ թե ինչպիսի ինֆորմացիան չի կարելի տալ ուրիշ մարդկանց։ Հանդիպումները վարում էր երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող որակավորված մասնագետ 3 տարիքային խմբերի համար դասընթացը մատուցելով ամեն խմբին բնորոշ լեզվով ու պարզությամբ։ Գունեղ պրեզենտացիաների եւ մատչելի օրինակների օգնությամբ փոքրիկները բացահայտեցին ֆինանսական գրագիտության կանոններն ու ինտերակտիվ ֆորմատով պարզեցին իրենց ուզող հարցերը։ Ես սովորեցի անձնական բյուջեն կառավարել, ինչքան է պետք փողերը ծախսել կարիքների վրա, երազանքների վրա, ինչքան է պետք փողը պահել։ Ես այսօր հասկացա ինչպես կառավարել անձնական ֆինանսները, օրինակ թե ինչպես գումարը ճիշտ բաշխել, կարիքներով, ցանկությունով խնայել նաև։ Դասընթացի ավարտին փոքրիկ մասնակիցները նվեր ստացան հանրագիտարան փողի մասին գիրքը ֆինանսական կրթությունը ընթերցանությամբ շարունակելու համար։ Կրթությունը Բիբլոս բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություն է անկախ շահառուների տարիքից։ Վաղ տարիքում ֆինանսական գրագիտություն սովորած երեխաներն ավելի պաշտպանված են, պատրաստ հետագայում ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելուն։ Տիգրան Նիկուրգինյան, ժամը լրատվական։ Երևանի ավականիների աթոռները այսօր դպրոցականներ են զբաղեցրել, արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան, լրահոսի ուշագրավ այլ թեմաներ մեկ տեսաշարով։ Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ նրանք տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատելու թույլատվության բացակայության ու 1 միլիոն դրամի չափ տեղական տուրք վճարած չլինելու մասին կաշառք են պահանջել։ Պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու համար եւ օրենքով սահմանված համապատասխան վճարները չկատարած զվարճանքի կենտրոնից անխոչնդոտ աշխատելու համար պահանջել են 600,000 դրամ կաշառք։ Օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի 10 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թրմամիջոց եւ տեղափոխել Հայաստան։ Այնուհետև օտարերկրյա մեկ այլ քաղաքացին տեղեկանալով դրա գտնվելու վայրի մասին ապօրինի ձեռք է բերել այն, սակայն պետական եկամուտների ծառայության եւ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցների արդյունքներում քաղաքացին ձերբակալվել է։ Երևանի թիվ 13 դպրոցի 8-րդ դասարանի աշխատակիցներից մեկը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին, ինչի արդյունքում պատուհանը վնասվել է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել ատրճանակը։ Երևանի ավականիների աթոռներն այսօր դպրոցականներն են զբաղեցրել։ Ավականու նիստը երեխաների իրավունքների պաշտպանության թեմայի շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ է անցել։ Զեկույցներով են եկել պատանիները քաղաքապետարան,
Ֆեյսբուքյան, որոնցում գրել են իրենց պատկերացումները մայրաքաղաքի տարբեր խնդիրների, դպրոցական հարցերի վերաբերյալ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական շրջանակներում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31 ժամանակահատվածում Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում այսօրվա դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-ից 14-ը կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա Օցի ապուր կարճաժամկետ անիմացիոն ֆիլմով։ Այն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն այս կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի հեղինակներ մրցույթային բաժնում։ Սյուժեն ռազմաճակատ մեկնող զինվորի մեկօրյա պատմություն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացումների հիմք են դառնում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Իսկ այժմ եղանակի մասին, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ և գեր խնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Եվ այսպես, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 20-ից 25 աստիճան տաքություն, Լոռիում 16-ից 19, Տավուշում 18-ից 22 աստիճան տաքություն, Արարատում, Արմավիրում 25-ից 28, Սյունիքի հովիտներում 25-ից 28 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 15-ից 19 աստիճան տաքություն, դե իսկ Երևանում գիշերը սպասվում է 14-ից 16, ցերեկը 24-ից 26, երեկոյան ժամերին 17-ից 19 աստիճան տաքություն։ Այսքանը ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։